50 հարկանի շենքը այդտեղ բավականին մեծ խնդիրներ է լուծելու, թե տրանսպորտի հետ կապված, թե կոմունիկացիաների հետ կապված, թե մատակարարման հետ կապված 50 հարկանի շենքում կարող է լինել ռեստորաններ, օֆիսներ, չէ, մարդիկ պետք է գան, առանց այդ փողոցը սնունդի կետ է դառել, եւ այդ խնդիրները ոնց պետք է լինի։ Կոնկրետ այդ դիրքում, այդ փողոցի վրա 50 հարկանի կոնկրետ շենքի կառուցումը դուք չեք պատկերացնում, թե առհասարակ Երևան։ Ես չեմ տեսնում իմաստը ընդհանրապես քաղաքում այն երկու շենք կառուցեցին Համալիրի մոտակայքում, Մոնտեփողոցի համակարգում, իրանք ոչինչ չեն ասում, քաղաքին ոչ մի բանով չեն օգնում։ Եվ էլ չեմ ասում, որ վթարի դեպքում այսօր նոր ցույց տվեցին Գոնկոնգում այրվել է մի շենք, որը 400 բնակարան, 40 հոգի արդեն դուժած կա, բայց հրդեհը դրանք են կողմ, բայց մենք գոտում ենք, որ երկրաշարժը 88 թվականի երկրաշարժը շատ արագ ենք բանանում մոռացան տալիս, սեյսմիկ գոտի է եւ կարող է կրկնվի եւ մենք այդպիսի հնարավորություն, ասենք հակահրդեհային մենք ունենք, 16 հարկանի շենքի համար չունենք։ Մենք 50 հարկանի շենքը եթե հանգած հրդեհվեց, ոնց ենք այդ մարդկանց փրկելու, ոնց ենք այդ խնդիրները լուծելու։ Էլ չեմ ասում երկրաշարժի դեպքում ինչեր կարող է լինել։